պետությունը այսօր Ռուսաստանի պետությունը փափուկ ուժ ըստ էության չունի եւ դու ասեցիր կոլոնիալիզմ բառը օգտագործեցիր, ըստ էության միջև վերջերս Հայաստանում առնվազն գերիշխող չէր էլի այն դիսկուրսը, որ Ռուսաստանը կոլոնիալ քաղաքականություն է վարում, որ մենք այդ կոլոնիայի այդ մասն էինք, այդ կայսրության մաս էինք, որ Ռուսաստանը իմպերիա է եւ այլն իմպերիա էր, հիմա էլ փորձում է էլի այդ գաղափարախոսությունը առաջ տանել եւ հիմա ախր վերջերս այդ ամեն ինչը որ սկսվեց արդեն, այսինքն մարդիկ սկսեցին գիտակցել ու դա ինքնաբերաբար անկախ ամեն ինչից արդեն իսկ նաև թույլատնում է Ռուսաստանի ազդեցությունը։ Բայց դա մի քիչ այնպես մտավորականությանը բնորոշ երևույթ չի, այսինքն լայն բնակչությունը այդ ձևով ստվում է չի նայում Ռուսաստանին։ Թե այնուամենայնիվ կարող է այդ բառերը չեն օգտագործում, բայց դա այդ բառերը չեն օգտագործում, բայց ինձ թվում է զգում են, որովհետև խոսակցություններ երբ որ լինում են, այսպես ասենք, շարքային քաղաքացիների հետ ասում են դե լավ էլի հասկացանք էլի ինչից մենք պրծանք ոնց որ հա ոնց էին մեզ օգտագործում ոնց էին մեր վախերը մեր ասենք կոնֆլիկտը հա կառավարում բան եւ այլն այդ չէ կա այդ իմ կարծիքով կա այդ զգացողությունը գիտակցությունը միգուցե դեռ այդքան շատ չի խորացել, չի ինստիտուցիոնալիզացվել միգուցե, բայց դա կա ու վերջերս օրինակ բանում Բերլինում մի բան էր, կոնֆերանս էր, Կաֆե Կիև էր կոչվում, ինքը այտենց Ուկրաինայի թեմային էր հիմնականում նվիրված, բայց կար նաև պանելային քննարկում ռուսական կոլոնիալիզմը այդ թեմայով եւ ինձ էլ էին հրավիրել որպես սպիկեր ու մի վրացի էր եւ եվրոպացի ու բոլորս խոսում էինք այն մասին, նաև վրացիներ ասում որ չկար էլի մեր մոտ այդ զգացողությունը միջև վերջերս որ Ռուսաստանը կայսրություն է որ բան է էլի այսինքն սա խնդիր է մի խոսքով մենք պետք է ճանաչենք դա որտեվ եթե դու չես ճանաչում չես հասկանում ինչ է կատարվում քո հետ չես հասկանում ոնց հարաբերվես նաև Ռուսաստանի հետ չէ մենք այսօր փորձում ենք իրականում այս պահիդրությամբ լուրջ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, հա, առաջի անգամ երևի թե էլի այս վերջի շրջանում, այսինքն որտեվ ճանաչել ենք ով է, որտեվ ասում ենք չէ կներես, ուրեմն այդ խաղի կանոններով չենք խաղում մենք այսօր, հա, եւ օրինակ Դահլիճը շատ ոգևորվեց նրանից, որ ասացինք, որ կա այդ զգացողությունը մեր մոտ, թե Վրաստանում, թե Ադրբեջանում, Հայաստանում, բայց նաև չէ, Ադրբեջանից չկար, բայց Ադրբեջանում էլ կա այդ զգացողությունը իհարկե, այդպես թեթև դրա մասին ասացինք, բայց հա, մեր մասին էինք ավելի շատ խոսում, եւ ես օրինակ ասացի, որ մենք հիմա դեկոլոնիզացիայի, ապա գաղութացման գործընթացում ենք գտնվում եւ բավականին լուրջ այստեղ ձեռքբերումներ ունենք Այդ էլ ոգևորեց շատերին, ոմանք գիտեին մեր պատմությունը, ոմանք այդքան էլ չէ, բան եւ այլն, բայց ուզում եմ ասեմ, տեսնա ինքը բան է, էլի, ու եվրոպացիներն էլ էին ասում, իդեպ։ Ես դրան ուշադրություն չէի դարձրել։ Հենց եվրոպացիները, որոնք որ կազմակերպել էին այդ ամենը, կոնկրետ գերմանացիներն էին հիմնականում, ասում էին, որ մեր ակադեմիական շրջանակներում ով ասես չէր համարվում գաղութատեր, բացի Ռուսաստանից Միջև հիմա էլ ասում եմ, elə այդ իներցիան կա ու մենք ոնց որ ուզում ենք այս խոսակցությունը բացենք։ Սրա հետ կապված երկու այդպես տարօրինակ փաստ ասեմ, ուրեմն առաջինը մինչև հիմա ես հենց հատկապես եվրոպացիների հետ շատ եմ վիճում այդ թեմայով։ Երբ որ ես ասում եմ, որ Հայաստանը պոստկոլոնիալ վիճակում է գտնվում, որ կամ նեոկոլոնիալիզմը այսօրվա ռուսական քաղաքականությունը Հայաստանի հանդեպ, հա, կամ գաղութատիրության մասին, հա, հայերեն ասած որ խոսում են ասում են դե չէ ոնց Ռուսաստանի պարագայում մի քիչ այդպես չի շատ-շատերը ու շատ հաճախ դա կապված է նրա հետ որ ԽՍՀՄ կապիտալիստական պետություն չէր դրա համար ասում են դե գաղութատիրությունը կապիտալիզմի բնորոշ բան է այո հիմա որպեսզի ես այդ վեճերի մեջ չմտնեմ ասում եմ լավ գաղութատիրություն չենք ասում կայսերապաշտություն ենք ասում իմպերիալիզմ այդ էլ հո չեք կարող ժխտել հա որ կայսրություն էր բայց ամեն դեպքում ինձ թվում է այդտեղ մի քիչ ճշմարտություն կա որտեղ ԽՍՀՄ Դες դասական իրոք գաղութային պետություն չէր,
Բայց ուներ գաղութային տարր, այդ կապված է նրանց թե գաղութատիրությունը ոնց ենք սահմանում, այդ գուցե առանձին հաղորդման թեմա է։ Ամեն դեպքում այնտեղ կար եւ այն, բայց այսօրվա Ռուսաստանը հետխորհրդային տարածքի հանդեպ վարում է դասական նեոկոլոնիալ քաղաքականություն։ Նույնիսկ եթե մենք համաձայնենք, որ խորհրդային միությունը գաղութային կայսրություն չէր, այսօրվա Ռուսաստանը ուզում է լինել գաղութային կայսրություն։ Դե մենք մեր հետազոտության մեջ այդ կետերը բոլորը նշել ենք։ Բոլորին խորհուրդ ենք տալիս մեր հետազոտությունը նայել, եթե դեռ չեք նայել, բայց ամենահետաքրքիրն է, որ այդ հակագաղութային լեզուն, օրինակ ես սկսեցի օգտագործել հենց ռուս ակտիվիստների շնորհիվ, ովքեր 22 թվականի փետրվարին, երբ որ այդ եղավ ներխուժումը Ուկրաինա, հա, հեռացան Ռուսաստանից, այդ թվում եկան Հայաստան եւ Ռուսաստան, եւ իրենք սկսեցին շատ բարձ ուկրաինացիներն էին օգտագործում, հա, բայց ես հիմնականում հենց իրանց հետ շփման մեջ ես ոնց որ իմ մեջ համոզվեցի, որ հայոց է գաղութային իրավիճակ է։ Հա, ու ասենք դա էլ է հետաքրքիր, որտեղ նաեւ այդ գիտելիքը, որը մենք ստանում ենք, հա, հաճախ գալիս է Ռուսաստանից։ Այսինքն այն գիտելիքը, որը մենք ունենք, օրինակ հասարակական գիտությունների մասին, չէ, ասենք տարբեր քաղաքական փիլիսոփայության ուղղությունների մասին եւ այլն, մենք հիմնականում ստանում ենք Ռուսաստանի միջոցով։ Հիմա մի քիչ իրավիճակը փոխվում է, ասենք կարելի է անգլերեն խոսը կարդալ, այդ գրքերը ճարել կամ ինտերնետ կա, բայց մեծ հաշվով Հայաստանում, ասենք մի քանի սերունդ իրար հետևից գիտնականները, մտավորականները եւ այլն իրենց գիտելիքը ստացել են Ռուսաստանի միջոցով։ Ու դա էլ է, այդ փափուկ ուժի իներցիայի մեջ է մտնում։ Ու այսօր է նույնիսկ մեր նորությունները, որ մենք ստանում ենք, նույնիսկ Իրանի մասին, որը մեր հարևանն է, էլի անցած հաղորդման մեջ էլ խոսեցինք դրա մասին, էլի ստանում ենք Ռուսաստանի միջոցով։ Ու դա էլ է, այդ հետգաղութային իրավիճակը։ Այդ իներցիան է, այո, այդ դեռևս իներցիան է, բայց հա, մի բան եմ ասել, տեսական մասով էլի հիմնականում կոլոնիալ պետությունները իրանք անգլերեն overseas, այսինքն անդերսովյան, այո, եվրոպական էլի ակադեմիական շրջանակներում ընդունված էր այն մոտեցումը, որ քանի որ Ռուսաստանը այդ overseas պետություն կայսրություն չէ, անդերսովյան, հա, այդպես թարգմանեցինք, չէ՞, ոնց որ դե ուրեմն ընդհանրապես ինքը կոլոնիալ բան չէ, պետություն չէ։ Իրա մասին չի կոլոնիալիզմը։ Այդ շփոթմունք է, էլի, որովհետև հա հետո ինչ, բայց ինքը իր տարածքը կամաց սենց ցամաքով ավելացրել է, գրավելով, ասիմիլացնելով, չէ, ենթարկեցնելով եւ այլն տարբեր էթնիկ խմբեր, տարբեր տարածքներ։ Եվ վերջիվերջո ինքը այսօր այդ քաղաքականությունը վարում է, ինքը կարար չէ ասել, լավ, ժամանակին ինչ եղել է այդպես, հա, ես մի քիչ տարբերվել եմ այլ, ասենք, գաղութային պետություններից, հենց այս առումով եմ տարբերվել, միգուցե, բայց այսօր վերջ, մոռացանք սրա մասին, բայց ինքը հենց այսօր նեոկոլոնիալ քաղաքականություն է վարում, ասում է դուք ով եք ընդհանրապես, չէ՞, ասում է ես եմ ձեզ ստեղծել շատ ուրեմն պետություններին, այդ թվում նաև Հայաստանին։ Հիշում ես Մարգարիտա Սիմոնյանը էթնիկ հայ լինելով ինչ էր ասում, ասում էր Ռուսաստանն է ստեղծել ձեզ։ Դուք էս ինչ եք անում, ուր եք գնում դուք, առանց մեզ դուք ընդհանրապես ով եք։ Դուք գնում եք դեպի արևմուտք, դուք երախտամոռ եք, հա, անաղուհաց եք, եսեք եք եւ այլն, նաեւ այտենց շատ ծայրահեղ ձևերով են նաեւ իրենց այդ նեոկոլոնիալ քաղաքականությունը առաջ տանում։ Դրա մասին ոնց որ այդ կայսրության, ցամաքային կայսրության մասին շատ լավ գրել էր, չեմ հիշում հիմա անունը, բնիկ ժողովուրդներից մեկի ներկայացուցիչ, հակագաղութային ակտիվիստ, հա, Ռուսաստանի բնիկ ժողովուրդներից։ Չեմ հիշում ով էր, ցավոք սրտի, ասում էր, որ շատերը ասում են Ռուսաստանը աշխարհի ամենամեծ երկիրն է, իրականում Ռուսաստանը ուղղակի վերջին կայսրությունն է գաղութային, որը դեռ չի փլուզվել։ Հա, եւ այդ չափսը դրա հետ է կապված, որտեղ իրոք հսկայական տարածքներ, հա, Ուրալից այն կողմ, դա բնիկ ժողովուրդների տարածքներ են եղել Սիբիրում, Հեռավոր Արևելքում եւ այլն, որտեղ ռուսները եկել են, բնակվել են, շատ հաճախ այդ բնիկ ժողովուրդները այնտեղ դրա արդյունքում կամ ոչնչացվել են, կամ իրենց մշակույթն է կործանվել, իրանք արդյունքում կամ ձուլվել են, կամ ֆիզիկապես ոչնչացել են, այդ ամենի մասին մենք շատ քիչ ենք խոսում, որոշ նաև ռուս ակտիվիստներ են խոսում դրա մասին, օրինակ Միխայիլ Զիգեր լրագրող կա, որը լավ եւ գիրք է գրել եւ վիդեոների շարք ունի, տեսանյութերի շարք ունի, առաջարկում եմ ով որ կարողանա գտնել նայեք։
Բայց արդյունքում հա, այդ կարծրատիպը ստեղծվել է, որ դե մեր երկիրը մեծ է ուղղակի, դե տենց է ստացվել, ես մեծ երկիր ունենք։ Ո՞նց է ստացվել, որ այդ մեծ երկիրը ունենք։ Կամ ասենք հետխորհրդային պետությունները այսօրվա, հա, կենտրոնական Ասիայում գրեթե ամենտեղ մարդիկ համոզված են, որ դա գաղութային դվաճում է եղել եւ հիմա այս իրավիճակում էլ փորձում են էլի նրանց այսպես ասած ապագան ինչ-որ ձևով կառուցել, որ իրանք ավելի բարդ վիճակում են, որտեղ այն մյուս կողմը Չինաստանն է։ Այսինքն եթե մենք մտածում ենք էսա Ռուսաստանից ազատվենք, ճիշտ է, այնտեղ Թուրքիա կա, բայց ի վերջո Եվրամիություն եւ այլն, օրինակ Ղազախստանի կամ Qırğızstani պարագայում մի քիչ Եվրամիության հետ ինչ-որ հոսեր կապելը դժվար է, բայց նույնիսկ նրանք այսօր փորձում են այդ ռուսական գաղութատիրությունից ազատվել եւ նրանք էլ ենթարկվում են այդ հիբրիդային հարձակումներին։ Ուղղակի դրա մասին ինչ ավելի քիչ է խոսվում, որովհետեւ նրանք փորձում են Ռուսաստանի հետ հարաբերությունները պահել ավելի այսպես հա գոնե մակերեսորեն լավ վիճակում։ Մոլդովան օրինակ չի վախենում դրա մասին խոսել, Ուկրաինան բարձր պատերազմում է։ Հա, բայց ասենք ինձ չի որ Ղազախստանը կամ Qırğızstանը կամ Ուզբեկիստանը այս խնդիրները չունեն։ Դե հիմա տեսել, երբ որ ասում են հիբրիդային հարձակում չկա երբեմն որոշները, չէ՞, որոշ մարդիկ։ Արի մի հատ փաստարկները իրանց քննարկենք ու խոսենք այն մասին, թե ինչ է հիբրիդային հարձակումը, ու կոնկրետ ցույց տանք, որ այդ հիբրիդային հարձակումը կա։ Նայ, ասում են, որ հիբրիդային հարձակում չկա, օրինակ Հայաստանի նկատմամբ, քանի որ այն ասում է Նիկոլ Փաշինյանը գնաց Պուտինի հետ հանդիպեց, իրար ժպտացին, խոսեցին, նորմալ sense, հա, իրար ջան ջիգար ասեցին։ Այդտենց ո՞նց կարա լինի, եթե Պուտինն Ռուսաստանն հիբրիդային հարձակման ենթարկում Հայաստանին, բա ո՞նց է իր ղեկավարը Հայաստանի ղեկավարի հետ այսպիսի հարաբերություններ ունենում, հա? Կամ բա Հայաստանը Ռուսաստանի հետ լուրջ տնտեսական հարաբերություններ ունի, իսկապես փաստ է դա, չէ՞, այսինքն այո։ Եվ այլն, էլի, այսինքն հիմա հիբրիդային հարձակումը ինքը կամ հիբրիդային սպառնալիքները տերմինն են կիրառում։ Ես իդեպ մի քանի հատ հոդված եմ գրել այս թեմայով, հետո նաև հաղորդաշար եմ պատրաստել Moon-TV-ով եւ այլն, ու ինքը շատ կարևոր բան է, բայց երբեմն կամ մանիպուլացնում են, կամ այդքան էլ լավ չեն ներկայացնում, էլի դրա էությունը, նայ պետությունները հատկապես հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաները, սա շատ կարևոր է, էլի, եթե ժամանակակից տեխնոլոգիաները չլինեին, եթե չլինեին սոցիալական ցանցերը, դժվար թե մենք այսօր խոսեինք հիբրիդային հարձակումների մասին։ Այն որ յուրաքանչյուր պետություն, որը որ ինչ որ մեկի հետ խնդիր է ունեցել, այդ հիմա այսօր չենք ասում, էլի, պատմության, այսպես ամբողջ ժամանակահատվածում, ինչքան որ մենք հիշում ենք, հա, որ պատմությունը կա, մի քիչ բան ձևակերպում տվեցի, բայց փորձել են թույլաtsնել այն սուբյեկտին, որի հետ խնդիր են ունեցել, չէ՞։ Հիմա ինչ որ մեկին փորձել են թույլաtsնել նրանով, որ միգուցե, չգիտեմ, ասենք վիրուս են օրինակ ինչ որ տարածել, հա, ասենք ֆիզիկական վիրուս, դա էլ է եղել է այնպես, որ, չգիտեմ, տնտեսական ինչ-որ կապեր են խզել, հա, եւ այլն։ Հիմա, բայց նաեւ ռազմական ուժով են թույլաtsրել, եղել է, որ ուզեցել են ուղակի ոչնչացնել, չէ, եւ այլն։ Բայց հարցը այն է, որ միշտ էլ ինֆորմացիոն գործառույթներ են իրականացրել թույլատնելու համար, այսինքն սուտ լուրեր են տարածել, դա միշտ է եղել, չէ, քարոզչություն են իրականացրել, ռոպագանդա, հա, հիշենք թե ինչ տեսակի ռոպագանդիստական կամպանիաներ են եղել վերջի ամբողջ պատմության ընթացքում, իհարկե էլի 20-րդ դարում ավելի հղկվել են դրանք, չէ, Գեբելսյան ռոպագանդայի մասին հիշենք, եւ այսինքն այդ ամեն ինչը եղել է, բայց ինչ է ուզում ասել, այսօր սոցիալական ցանցերը տալիս են նոր հնարավորություններ առանց ուղակի ուժի կիրառման, առանց ռազմական գործողություններ իրականացնելու, միջամտել այլ պետությունների ներքին գործերին, թույլաtsնել նրան ինստիտուտները եւ այնպես անել, որ ինքը քեզնից ավելի կախված լինի եւ քո շահերը առաջ տանես։ Օգտագործվում են մի քանի գործիքներ, ինֆորմացիոն կամ այսպես ասենք դեզինֆորմացիոն արշավներ։
ապատեղեկատվություն, տարատեսակ կեղծիքներ եւ այլն եւ այլն։ Արշավներ, ոչ թե առանձին ինչ որ մի հատ կեղծ լուր կարող է իրենք տարածեն, այլ դա կազմակերպված արշավ է, հետ մեկ։ Հիբրիդային ներողություն, կիբեր հարձակումներ, այսինքն երբ որ օրինակ կարող են հակերները քո պետական ինստիտուտների կայքերը կոնտրոլել։ Հիմա դրանցից Հայաստանի պարագայում Ռուսաստանի կողմից կիրառվում։ Հիմա այդ եմ դրան գալու։ Առաջինը կա արշավներ։ Բայց մի քանիսը ասեմ, նոր ասեմ, էլի, որը կա, որ չկա, նայ։ Ապատեղեկատվության արշավները կան, կիբեր հարձակումները կան, գրանցված են սրանք, էլի, կանդրադառնամ դրան։ Տնտեսական շանտաժ, կասա։ Մենք մեր հետազոտության մեջ դրա մասին նույնպես նշել ենք, չէ՞, որ գազը կանջատենք, էլի։ Այո, օրինակի համար, հա։ Հետո բանը պրոքսի ուժերի օգտագործումը։ Այսինքն ինչ որ ուժեր, քաղաքական շրջանակներ, կարող է դրանք լինեն սոցիալական խմբեր տարբեր եւ այլն։ Սյունյաց արծիվներ։ Հասարակական կազմակերպություն կարող լինի կուսակցություն եւ այլն, որը ուղղակիորեն առաջատանում իրենց նարատիվները եւ օրինակ, չգիտեմ, իրենք ուզում են ինչ որ անկայունություն ստեղծեն, հրահարեն խժդժություններ եւ այլն, այդ կոնկրետ խմբերի միջոցով են դա անում, էլի։ Հիմա այս բոլորը կա։ Նայ, ապատեղեկատվական արշավները, բայց սա հիմնականն է այսօր, որովհետեւ քանի որ նշեցի արդեն, հա, այդ սոցիալական ցանցեր, տեխնոլոգիաներ եւ այլն, ինքը փաստորեն դարձնում է հիբրիդային հարձակումների կամ հիբրիդային սպառնալիքների ամենակարևորագույն գործիքը, այդ ապատեղեկատվական արշավները։ Բայց նաեւ ինձ թվում է իրանք այնուամենայն որոշակի կարմիր գծեր փորձում են չանցնել, հա, օրինակ եթե կիբեր հարձակում լինի, դա արդեն ոնց որ համարյա զինված պատերազմի նման մի բան։ Նայ, կիբեր հարձակում կա, հիմա տես, այս շատ լավ բան ասեցիր։ Արձանագրված է, որ ռուսական շրջանակների կողմից կիբեր հարձակումներ եղել են պետական, օրինակ, տարբեր ինստիտուտների կայքերի նկատմամբ։ Այս վերջի տարիներին համապատասխան զեկույց կա, կիբեր հաբ կազմակերպություն կա, որը այդ զեկույցում նշել է այդ ամեն ինչը, հա։ Մեր ծանոթներն են, ընկերներն են նաև աշխատում այդտեղ եւ այլն։ Հիմա խնդիրը հետեւյալն է, որ դու չես կարող ուղղակիորեն ապացուցել, որ դա օրինակի համար հենց FSB-ում նստած են կամ Կրեմլում նստած արել են այդ ամեն ինչը։ Այս սա է հարցը։ Երբ որ դու ասում ես, բայց ներողություն, Միքայել, նայ, բայց այն որ դա ռուսական շրջանակների կողմից է արվում, ապացուցվել է ոչ թե զուտ հենց թեկուս օրինակ Հայաստանի նկատմամբ հարձակումներ, այլ պետությունների նկատմամբ հարձակումների ժամանակ։ Եվ ոնց են արել, ասենք մոտավորապես հասկացել են, թե այդ որ տարածքից է այդ գրոհը գալիս, ինչ բան են օգտագործում, օպերացիոն, ասենք համակարգեր են օգտագործում, հա։ Այսինքն այդտեղ տեխնոլոգիական, տեխնիկական մենք հիմա հարցերի մեջ կարող է խորանանք, բայց այդ ձևով են նաև հասկացել, որ այդ տարածքները, այդ հարձակումները գալիս են ռուսական տարածքներից եւ որ իրենք կապ ունեն, ասենք, հատուկ ծառայությունների հետ, որովհետեւ այլ ձևով անհնարին էր այդ ամեն ինչը իրականացնել։ Եվ մյուս կարևոր բանը, այդ երբ որ կոտրել են օրինակ, անակ եղել է դեպք, երբ որ ուղղակիորեն իրանք ասել են, օրինակ մենք ռուսական այսինչ կազմակերպությունն ենք, ոնց էր կոչվում, ես իմ հետազոտության մեջ նշել էի կիբեր, լավ չեմ հիշում, լավ, այդ էական չի, ինքը իր անունը ունի, ինքնանվանումը, եւ ինքը մեսիջներ է թողում, եւ ինքը թողել էր մեսիջ, որը ամբողջությամբ համապատասխանում է կրեմլյան օֆիցիալ պաշտոնական մեսիջին։ Այսինքն այն ինչ որ Մարգարիտա Սիմոնյանն է, թեկուզ նույն ասենք բաննա Լավրովը կամ Մարիա Զախարովան ասում են, այդ փիլիսոփայության շրջանակներում մարդը մեսիջ է թողել, հա, այնով որ այդ բանը իրականացրել է, այդ կիբերհարձակում իրականացրել է։ Հիմա ով դա կարող էր անել։ Մոզամբիկի հատուկ ծառայություններն են արել, թե Գվատեմալայի Կարող է Մոսադն է արել ռուս։ Հատուկ վրկցի իրանց վրա, իմիջալոց։ Ես նկատել եմ, որ նաև այդպիսի տեղեկատվություն կա բանի կողմից, Կրեմլի կողմից, որ այս արշավները կազմակերպում են, չգիտեմ ովքեր, մեր դեմ, որ ասեն, որ իբր մենք ենք։ Բայց խնդիրը, որ իրենք վնաս են տալիս
եւ իրենք իսկապես Ռուսաստանի շահերին համապատասխանող գործողություն են անում։ Բա այսինքն ուզում են ձեզ օգնեն դրանով, հա, այսինքն մի սուբյեկտ, որը հարցակման է ենթարկվում, տուժում է քեզնից, ինքն է ուզում քեզ օգնել, ուժեղացնել քո բաները։ Դե հիմա նախ հույս ունենանք, որ ինտերնետը, որ անջատել են այնտեղ, այդ կիբերհարձակումները կդադարեն, որտեղ չեն կարողանա, սա կատակ եմ անում, իհարկե բազական դրա համար ինտերնետ կպահեն, բայց այստեղ ուրիշ բան կարող են ասել, հա, քննադատները կարող են ասել այո, Ռուսաստանը անում է այդ ամեն ինչը, բայց ով չի անում այսօրվա աշխարհում, ինչ Ամերիկան չի անում, կամ չեմ Եվրոպան չի անում, կամ չեմ Չինաստանը, Հնդկաստանը չեն անում, այ դրան ինչ կասես։ Դե օրինակ որոշ պետություններ մասամբ ճիշտ դուրս կգան, եթե տենց ասեն, որովհետև այո, օրինակի համար հայտնաբերվել է, որ եւ Չինաստանն է անում, եւ Իրանն է, ասենք, դրանով զբաղվել։ Այո, փաստերստուգողները օրինակ հայտնաբերել են այդպիսի արշավներ, որոնք խոշոր ավտորիտար պետությունները իրականացնում են։ Ընդհանրապես կիբերհարձակումները խոշոր ավտորիտար պետությունների տիրույթն են։ Դա այդ կիբեր ասացի, կիբերը ընդհանրապես հիբրիդային հարձակում։ Հիբրիդային, այո, հիբրիդային հարձակում։ Այստեղ մի ասես պահի ենք գալի, որ հիմա շատ մարդ որ մեզ լսում է, կասի, այդ դուք արևմտյան քարոզչություն եք տանում, որտեվ ասում եք, որ դա ավտորիտար պետություններ են անում, ոչ թե դեմոկրատական։ Ու դա հենց թվում է, ինձ թվում է, դա հենց ռուսական, չգիտեմ, հիբրիդային ազդեցություն ասեմ, թե փափուկ ուժի ազդեցություն ասեմ, այդ մտածողությունը ինքը ինքնին ռուսական նաև ազդեցության արդյունք է որոշ չափով։ Ու դա մենք տեսնում ենք նաև մեր գործընկերների մեջ, ասենք նախկին խորհրդային որոշ պետություններից։ Այդ դավադրաբանական մտածողությունը, որտեղ դեմոկրատական հասարակություններում մի քիչ ուրիշ ձևով ամեն ինչ աշխատում, հա, իրանք հա, այլի կարող է ինչ-որ մեկի հետ կոնֆլիկտ ունենան, այլի փորձեն ազդել եւ այլն, բայց այնուամենայնիվ այնտեղ համակարգը ինքնին ավելի բաց է ու իրանց ավելի հաճախ դժվար է այդ մեթոդներով պայքարել, ասենք, դրսի հետ, որտեվ դա ներսում խնդիրներ կառաջացնի, հա։ Իսկ ավտորիտար երկրների համար սա շատ բնական է ու ավտորիտար երկրները նաև համարում են, որ բոլորն են այդպես անում։ Շատ դժվար է այդ ավտորիտար մտածողություն ունեցող մարդուն բացատրել, որ գիտես, օրինակ Հոլանդիան տես բան չի անում, որովհետև Հոլանդիայում ապրում են մարդիկ, ովքեր գտնում են, որ դա անբարոյական է ու չեն ուզում, որ իրենց կառավարությունը այդպիսի մեթոդներով ինչ-որ հարցեր լուծի։ Այսինքն, այս նախադասությունը, որ ես նոր ասեցի, ինձ թվում է Ռուսաստանի միջին ստատիստիկ քաղաքացու մոտ եւ Հայաստանցու մոտ, ցավոք սրտի, շատ հայաստանցիների մոտ առնվազն ծիծաղ կառաջացնի, որ ոնց Ուրեմն իրենք կարան sense բան անել չեն անում, ոնց կարող է այդպես բան լինի։ Դե եւ բացի այդ էլ Միքայել, ախր կան որոշակի փաստեր անհերքելի։ Օրինակ հիմա ես մի բան քեզ կասեմ, եւ եթե կա հակառակը նաեւ, ասենք դեմոկրատական պետությունն է բան արել, չէ՞, այդքան գործիքներ ունեն, այդքան, չգիտեմ, ծառայություններ ունեն, այդքան փող են ծախսել, դե բացահայտեին, ասեին, եւ մենք էլ տեսնեինք, ասենք, հա, էլի այ մարդ ճիշտ են ասում։ Արևմտյան այս ինչ պետությունն էլ է հիբրիդային հարձակում չկա։ Ոչ մի տենց փաստ չկա։ Հիմա ես փաստ եմ ասում։ Ուրեմն կեղծ օրինակ deep fake-ի միջոցով կամ մեկ այլ օրինակ նմանակում են ինչ որ հեղինակավոր լրատվամիջոց, ասենք Evranews։ Իբր Evranews-ը ասում է, որ Հայաստանի ղեկավարը կամ Ուկրաինայի ղեկավարը ռադիոակտիվ թափոններ է ուզում իր տարածքում եվրոպական ինչ-որ պետության, օրինակ կոնկրետ օրինակ եղել էր այդպես, ասենք ֆրանսիական Օրանո ընկերությունը իբր Հայաստան Դիլիջանում ձեռք է բերել համաձայնություն Նիկոլ Փաշինյանի հետ, որ պետք է իր այդ ռադիոակտիվ թափոնները թաղի Դիլիջանում։ Ու դե Պարզա ինչ ինքը բնապահպանական խնդիր կստեղծի եւ այլ եւ այլ։ Ամբողջությամբ սուտ, կեղծ, ամբողջությամբ։ Եվ պարզվում է, որ Evranews-ն էլ կարծեմ դատի է տվել բան, որովհետեւ օգտագործել է իր լոգոն, բան, ասենք, հա, իր այդ բանը դիզայնը եւ այլն, ինքը հանդես է գալիս որպես հեղինակավոր լրատվամիջոց ու ասում է, մենք հայտնաբերել ենք, որ այսպիսի բան կա։ Իրականության մեջ այդպիսի բան չկա։ Իբր ռեալ լրագրող գոյություն ունեցող, այսօր գոյություն ունեցող ֆրանսիացի լրագրող ինքն է ստորագրում այդ հոդվածի տակ, այդ լրագրողը ասում է, եղբայր, ես ընդհանրապես տենց հոդված չեմ գրել, եւ ընդհանրապես իմ փաստորեն անունը
իմ լուսանկարը գողացել են այդ մարդիկ եւ այսպեսի կեղծիք են սարքել։ Հիմա ովքեր են այդ մարդիկ, որոնք որ նման արշավներ են կազմակերպում։ Հետո մի ուրիշ օրինակ ասեմ, ինչ որ վերցնում եմ մի հատ բան, ասենք, չգիտեմ, Իռլանդացի լրագրողը կամ էլի արտասահմանց այլ երկրի ինչ որ ներկայացուցիչ լրագրող, փորձագետ եւ այլն, մեկ էլ հոդվածներ ա գրում, որ օրինակի համար Հայաստանում համակենտրոնացման ճամբարներ են ձևավորվել Նիկոլ Փաշինյանի կողմից, որպեսզի խոշտանգեն ընդդիմադիրներին։ Օրինակի համար, լուրջ sense նյութ է ցակել։ Հիմա։ Բայց հիմա վերջացրու ես մի հատ ուրիշ օրինակ ասեմ։ Շատ լավ։ Մեկ էլ նայում տեսնում ենք, լավ, ովքեր են այդ փորձագետները, որ իբր իռլանդացի են բանա, իրենք իսկապես իռլանդացի են։ Բայց բարձվում է, որ Russia Today-ի, այսինքն ռուսական պետական հիմնական ռոպագանդիստական այդ գործակալության, իրանք աշխատակիցներ են, հա? Իրենք պարբերաբար տարբեր երկրների հետ կապված, ում հետ որ Ռուսաստանը խնդիր ունի կամ ուզում է թուլացնել, հարվածել եւ այլն, այդպիսի ուրեմն ապատեղեկատվություններ են տարածում, հանդես գալով որպես անկախ եվրոպացի փորձագետ, հասկանում ես։ Հիմա ով է դա կազմակերպել, եթե ոչ, ուրեմն ռուսական որոշակի այդպես այդ շրջանակները, հա, ակնհայտ է, չէ, որտեվ այդ մարդիկ կապ ունեն, այդ գնում են ռուսական այդ տարբեր կոնֆերանսների են մասնակցում, որը նվիրված է օրինակ защита традиционных ценностей, հա, այդ թեման ասենք։ Մենք կամ ասենք էլի Ուկրաինայի հետ կապված այդ տարատեսակ ապատեղեկատվությունները եւ այլն, այդ ռուսական էլի քարոզչական նարատիվները, այդ ամեն ինչը իրենք անում են, ու մեկ էլ հոп, մեկ էլ Հայաստանն է դառնում իրանց թիրախում, նույն բաները անում են Հայաստանի նկատմամբ։ Հիմա ապացուցված է, չէ, որ այս մարդիկ ուղղակի կապ ունեն ռուսական պետական այդ գործակալությունների հետ, թեկուզ միայն ռադվական գործակալություններ, որ գիտեք, Ռուսաստանը ավտորիտար պետություն է եւ այնտեղ անկախ գործակալություններ չկա։ Մանավանդ որ ինքը պաշտոնապես պետական բան է, էլի, այսինքն պետական ֆինանսավորվող, պետական բանը, ասենք, հա, հեռուստաընկերություն է եւ այլ։ Հիմա եթե այդ աշխատակիցները նման բան են անում, ես իրավունք չունեմ մտածելու, հիմքեր չունեմ մտածելու, որ այդ ամեն ինչը կազմակերպվել է հենց Կրեմլի կողմից։ Սա չի նշանակում, որ Կրեմլը այդ ամեն ինչը կազմակերպել է, որովհետև օրինակ, չգիտեմ, հաջորդ քայլը լինելու է ռազմական հարձակում կամ ուզում է ոչնչացնի Հայաստան։ Չէ, ուզում է ուղղակի թուլացնի Հայաստանը, ավելի վերահսկելի դարձնի իր համար, հա, հնարավորինս կա վերահսկելի դարձնել, այսպես ասենք։ Տեսնում է, որ Հայաստանը անկախ քաղաքականություն է վարում, տեսնում է, որ արդեն չի կարող օրինակ օգտագործել կոնֆլիկտը Հայաստանի դեմ, այն կոնֆլիկտը, որը կար, հա, հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, որի վերաբերյալ այսօր արդեն անցյալով են շատերը խոսում, հուսամ իսկապես մենք այդ անդառնալիության կետը անցել ենք ու անցյալով ենք խոսում, բայց ուզում եմ ասեմ, փաստը որ այսօր ինքը այդ կոնֆլիկտը չկա այսօր, չէ, եւ ինքը չի կարողանում դա օգտագործել մեր դեմ, օրինակ։ Մի խոսքով, այսինքն մի քանի բաներ, որից ինքը մտահոգվում է եւ ասում է լավ, բայց չեղավ այսպես, պետքա ուրեմն ինչ որ կերպ թուլացնել։ Եվ դա չի նշանակում, որ ինքը հրաժարվելու է օրինակ տնտեսական հարաբերություններ ունենալ, ինքն էլ է շահույթ ստանում դրանից։ Զուգահեռ է դա արվում։ Շատերն ասում են, եթե կամ պետքա լինի, չէ, հիբրիդային հարձակումը դրա մասին չի, նույնիսկ այն ուղղակի ռազմական բաները, չէ, օրինակ այսօր լավ, նայեք, տեսնենք, Միացյալ Նահանգներ, Իսրայել, ինչ տեսակի ռազմական գործողություններ իրականացնում Իրանի նկատմամբ, բայց զուգահեռ ասում են, որ օրինակ եթե այսօր Իրանի այսինչ ղեկավարները թեկուզ այսօրվա, չէ, ասեն, որ հա, մենք համաձայն ենք ձեր այս օրակարգի հետ եւ այլն, մենք իրանց հետ նորմալ կաշխատենք, բան կանենք։ Նույնիսկ այդ դեպքում, ուր մնաց այն այս պարագայում, երբ որ բնականաբար չկա ոչ մի ռազմական հարձակում Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ։ Այսինքն սրանք իրար հակասող բաներ չեն։ Ես մի հատ այս լրիվ համաձայն եմ, ինչ որ դու ասում ես, այդ ինձ թվում է նաեւ առանձին մի հատ մեծ թեմա է, բայց ես մի հատ ուրիշ բան եմ ուզում ասել, որ
այս ամեն ինչ որ դու ասում ես Ռուսաստանի կառավարությունն է իրականացնում կամ կառավարությանը մոտ շրջանակներ, մի խոսքով այդ նեոիմպերիալիստական, չգիտեմ, ոմանք կասեն նեոֆաշիստական շրջանակները, բայց այս գաղութային այդ համատեքստը, հա, ինքը բերում է նրան, որ հաճախ նույնիսկ այն ռուսաստանցիները կամ ռուսախոս լրագրողները, օրինակ, ովքեր դեմ են Պուտինին, հա, ովքեր ընդդիմադիր են, ովքեր տեսականորեն ասենք դատապարտում են այդ կայսերապաշտությունը, բայց միևնույնն է իրենք կրկնում են այդ նարատիվները ու միևնույնն է իրանք ոնց որ նաև ազդվում են այս հիբրիդային, պես ասած, դիսկուրսներից եւ ինչ օրինակ հիշեցի, ելի ինձ պատմում էին ռուս ընկերներից, որ ինչ որ մի այսպես լիբերալ ռուսական ընդդիմադիր կայք ուզում էր նախկին խորհրդային միության երկրների քաղբանտարկյալների, այսպես ասած, մասին նյութեր անել եւ նրանց վերջին խոսքը դատարանում։ Ու այդ իմ ծանոթին խնդրել էին, որ Միքայել arczepiskopos Աչապահյանի վերջին խոսքը դատարանում, որ թարգմանի, որ իրենք այնտեղ դնեն որպես քաղբանտարկյալի վերջին խոսք, ասենք դրա հետ ասենք բելարուս քաղբանտարկյալներին, չգիտեմ, ասենք ուկրաինացի գերիներին, ռուսաստանցի քաղբանտարկյալներին եւ այլն։ Այսինքն ոնց որ այստեղ մարդիկ լավ բան են ուզում անեն, հա, բայց անտեղյակ են համատեքստից։ Երևի search են տվել, ռուսերեն ասենք Google-ել են ու եկել է այդ քո ասած հիբրիդային կայքերը կամ չգիտեմ, իրանց ռուսական այդ նարատիվները արտահայտող ինչ որ կայքեր կամ հայկական ընդդիմադիր կայքեր, որոնք հենց այդ ռուսական նարատիվներն են։ Այդ կայքերը իդեպ իրանք բան չի, այնպես չի որ մտնում են մարդիկ են սկզբնաղբյուր կայքը։ Այդ կայքերը բան են արվում, տարածվում են, ռեպլիկացվում են, հա, մուլտիպլիկացվում են սոցիալական ցանցերի միջոցով։ Ու արդյունքում ինչ է ստացվում, որ այդ դիսկուրսը, հա, ոնց որ ռուսական այդ նարատիվներից մեկը, որ այ Հայաստանում, չգիտեմ, քաղբանտարկյալներ կան, ժողովրդավարությունը վարիագնում եւ այլն 37 թիվ է, ինքը թափանցում է նաեւ, այսպես ասած, ոչ կրեմլյան լրատվամիջոցներ եւ այլն եւ իսկը հենց այդ է վտանգը։ Իրականում ասենք այդ ոնց որ այն ինչ որ դու ասում ես, հա, այդ օրինակները, դրանք շատ արագ բացահայտվում են ի վերջո, հա, 1-2 օր ինքը իհարկե իր բացասական էֆեկտ է ունենում, հա, բայց մեծ հաշվով ինքը այտենց շատ երկարակյաց բան չի, բայց որոշ նարատիվներ կան, որոշ դիսկուրսներ կան, որոնք ոնց որ նետվում են հանրային կյանքի մեջ, Ռուսաստանի համապատասխան ջանքերով, չգիտեմ, կարող է որոշ դիսկուրսներ նաև հայաստանյան, պես ասած, ծագում ունեն, բայց Ռուսաստանը դրանք փորձում է հնարավորինս այսպես, հա, ուժեղացնել, հա, եւ իր հսկայական ռեսուրսները, որ ունի Հայաստանի պարագայում, դրանց տալիս է բավականին այսպես մեծ հնչեղություն, հա, ու դրանք սկսում են ազդել բոլորի վրա, ու դրա համար ես օրինակ երբեմն ասում եմ, որ ես գնում եմ Եվրոպա որոշ ժամանակով հետ եմ գալիս, ոնց որ ասենք նկարագրում եմ այնպես, որ ոնց որ հարևանը դրելով աշխատում է ու մի պահ է դրելը անջատում է մանավանդ կիրակի օրով հա մանավանդ կիրակ ոնց որ Եվրոպա գնալուց ընդ այդպես բան չկա ոչ ոք ականջիստակ դրելով չի աշխատում բայց գալիս եմ հետ Հայաստան նորից այդ դրելի ձայնը սկսում եմ լսել դրելի ձայն ասելով նկատի ունեմ այդ ռուսաստանյան նարատիվները որոնք հաճախ նույնիսկ այն մարդիկ ովքեր չեն կիսում այդ կարծիքները հա նրանք միևնույնն է դրա ազդեցության տակ են հատկապես օրինակ երրորդ երկրի մասին, հա, օրինակ Հայաստանում շատ մարդիկ կան, ովքեր շատ քննադատաբար են վերաբերում, ասենք Պուտինին, Ռուսաստանին, շատ լավ հասկանում են ինչ տեղի ունեցավ 20 թվականին, ինչ տեղի ունեցավ 23 թվականին ռուս խաղապահները ինչ դեր խաղացին եւ այլն։ Բայց որ այդ մարդիկ սկսում են խոսել օրինակ Սիրիայի մասին եւ Ասադի մասին, կամ Իրանի մասին, կամ չգիտեմ Վենեսուելայի մասին, ավելի քիչ դեպքերում Ուկրաինայի մասին, զգում ես, որ այս մարդկանց տեղեկատվությունը գալիս է Ռուսաստանից։ Նույնիսկ քննադատելով Ռուսաստանը միևնույնն է նրանք այսպես ասած այդ նարատիվները արդեն նրանք ուղղակի այնքան խորն են մտել ուղղակի այդ խեղճ մարդիկ այլընտրանք չունեն նրանք ուղղակի չունեն ուրիշ աղբյուր հա եւ այդ ամբողջ ինֆորմացիան մեզ գալիս է էլի Ռուսաստանի միջոցով ու ես ասենք չգիտեմ ինչ ոնց կարելի է այդ հարցը լուծել այսպես ասած կարճ ժամանակահատվածում երևի ուղղակի տարիներ պետք է անցնել մենք աստիճանաբար քայլ առ քայլ այդ կախվածությունից դուրս գանք որ նաև այդ որ ինֆորմացիոն այդ կախվածությունից պետք է դուրս գանք ուղղակի լիովին համաձայն եմ բայց նաև կարծում եմ որ միգուցե եւ դա հնարավոր լինի ավելի կարճ ժամանակահատվածում անել երբ որ էֆեկտիվորեն բացահայտվեն այդ սխեմաները
ապատեղեկատվական սխեմաներ, այդ հիբրիդային հարձակումները, բան ոնց որ ու հնարավորինս զանգվածային դարձնել բացահայտումը։ Օրինակ հիմա կարող ենք խոսենք կամ ես ինչ-որ հաղորդում եմ, չգիտեմ, անում, բայց քիչ մարդ նայի դա։ Այդ պետքա այն prime time հիմնական նորություններով գնա ամենաազդեցիկ լրատվամիջոցներով օրինակ, հա, սոցիալական ցանցերի ամենաայսպես բան ալիքները օգտագործվեն, որոնք մասսայականությունում են պոպուլյար են եւ այլն։ Շատ ավելի հաճախակի հանդիպումներ համալսարաններում ուսանողների հետ միգուցե կամ ուղղակի հանրության տարբեր շերտերի հետ հանդիպումներ եւ որի ընթացքում այս ամեն ինչը ոնց որ մատչելի կերպով կներկայացվի, էլի եւ այլն։ Որտեւ այս շատ լուրջ բան է։ Իմիջիայլոց մոլդովացիները այս առումով շատ բան են արել ու մեզ շատ օգնել են։ Ինչի որտեւ իրենք բացահայտել են, իրենք ապացուցել են, որ այդ հարվածները կան։ Օրինակի համար գիտես ինչ են արել։ Օրինակ լրագրողները, որոշ լրագրողներ, մի քանի հոգի կան։ Այսպես ասած ներդրվել են, իրանք իրանց են ներդրել, էլի։ Ներթափանցել են ռուսական ցանցեր, այդ ռուսական ցանցերը խմբեր են եղել, որոնց շրջանակներում օրինակ մարդկանց պատրաստել են հետևյալ գործողություններ իրականացնելու համար։ Ամեն օր այս թեմայով մենք ձեզ ասում ենք ինչ պետքա գրեք, եւ դուք այդ ապատեղեկատվությունը պետքա տարբեր ձևակերպումներով տարածեք տարբեր հարթակներում։ Մարդը պետքա, չգիտեմ, 100 քանի օրինակի համար մեսեջ գրի, կոմենտ գրի, այն որ մտնում ենք sense տարբեր տեղեր ու տեսնում ենք ինչ որ կոմենտներ են, չէ՞ գրած քննադատական բան, արևմուտք են քննադատում, իշխանություն են քննադատում եւ այլն մեր մոտ ասենք։ Այդ նույն բանը այնտեղ այսինքն այդ ֆեյքերի, թրոլների, հա, բոտերի եւ այլն միացած մեծ խմբեր են եղել եւ բացի այդ օրինակ մարդկանց ասել են, որ այ դուք պետքա գնաք ցույցերի ժամանակ ձեզ այսպես ագրեսիվ պահեք, բան արեք, ապակայունացնեք վիճակը, ոստիկանների հետ կոնֆլիկտներ պետքա բան անեք, ստեղծեք եւ այլն, էդ են տրեյնինգ արել։ Ոնց է գնալու ուրիշ մարդկանց քարոզեք, այս նարատիվները տարածեք, բան եւ այլն, ու այդ ամեն ինչը կազմակերպվել է ռուսական շրջանակների կողմից, դա բացահայտվել է։ Պրոմսվյազ բանկի, որը կապ ունի ռազմական ոլորտի հետ Ռուսաստանի, փող են բաները փոխանցել, հենց այդ լրագրողները, որոնք ներբան են արել, իրենք այդ փողը ստացել են։ Ու դե ինչ իմանան, իմացել են, մտածել են, իրանք իսկականից լուրջ տենց պրոռուսական ակտիվիստներ են, հա, եւ երկար ժամանակ այդ տեսագրել են ինչ որ այդ բոլոր խոսակցությունները տեսագրել ու ձայնագրել են, հետո վերջում կարծեմ մեկը բացահայտվել է, այն մեկը չի բացահայտվել, բայց արդեն հրապարակել են, հանրության ներկայացրել են ապացույցներով, կոնկրետ մեկը օրինակ ասում է Մոսկվայից փող ենք սպասում, հեսա կգա, մեկը բողոքում է օրինակի համար, ասում է դեպի աշխատողներս ռոճիկ են սպասում էլի, բան եւ այլն, ասում է հա ոչինչ, հեսա Մոսկվայից փող կգա համբերեք, բան, այսպես խոսակցություններ բան։ Այս ամեն ինչը մեզ համար հիմա օգտակար նույն բաները, նույն ցանցերը, նույն նարատիվները, նույն ապատեղեկատվությունը հիմա մեր նկատմամբ է։ Հիմա այդ մարդը եթե այս ամեն ինչը գիտի, Միքայել, ինչ ասելիա չկա այդ հարցակումները, որ Ռուսաստանից ոչ մի բան չկա, կամ եթե կա այդ հարցակումները, բա ինչն է անհանգստացնում Հայաստանում այդ հարցակում իրականացնողներին, որոնք այդ հարցակումները իրականացնում են։ Եթե Հայաստանի կառավարող ուժը, հա, եթե ընդհանուր առմամբ, այսինքն այսօր Հայաստանը չի գնում եվրոպական ստանդարտներ ընդունելու ճանապարհով, եթե չի գնում Ռուսաստանից կախվածությունը թույլատնելու ճանապարհով, եթե չի գնում ժողովրդավարություն, այսպես ստեղծելու ամրապնդելու ճանապարհով, բա ինչի այդպիսի հարցակումներ այսօր կան Ռուսաստանի կողմից։ Հասկանալի է, չէ՞, ուրեմն որ այդ ամեն ինչը հենց այնպես չի։ Դե ինձ թվում է հիմա իրոք էմփուլն է, որ որոշվում է մոտակա ամիսներին, թե Հայաստանը արդյոք կլինի շատ թե քիչ անկախ պետություն, որտեղ լիարժեք, պես ասած 100%-անոց անկախ պետություն երևի այսօր, ասենք ԱՄՆ-ն էլ ինչ որ իմաստով կարող է լիարժեք անկախ չի, բայց ամեն դեպքում իրոք այդ ապագաղութացման գործընթացն եմ ես տեսնում Հայաստանում եւ այդ ապագաղութացման գործընթացը
ինքը դեռ չի ավարտվել, հա, մենք դեռ այդ գործընթացի, այսպես ասած, որոշակի փուլում ենք եւ ես նույնիսկ մի քիչ կարողա չափազանցնում եմ, բայց ես չի ասի, որ Հայաստանը այսօր պես լիարժեք անկախ եւ ինքնիշխան պետություն է, որովհետեւ կան դա տիպիկ պոստկոլոնիալ հետգաղութային իրավիճակ է, հա, երբ որ դու ինչ-որ մի երկրի գաղութ ես երկար ժամանակ եղել, դու հետո ստանում ես քաղաքական անկախություն, բայց միևնույն է այդ ազդեցության լծակները շատ երկար ժամանակ մնում են, որոնցից որպեսզի շատ հեռու չգնանք, բարձ օրինակ ռազմաբազան։ Այո։ Հա, ռուսական ռազմաբազա կա այսօր Հայաստանի տարածքում, ու դա շատ նման է, օրինակ Մեծ Բրիտանիայի նախկին գաղութներին, Ֆրանսիայի նախկին գաղութներին, այնտեղ էլ շատ տեղեր կա, որ հիմա Ֆրանսիան օրինակ շատ տեղերում կորցրեց այդ ռազմաբազաները, բայց Մեծ Բրիտանիա, օրինակ Կիպրոսում կա բրիտանական ռազմաբազա, ինչի որտեղ ժամանակին Կիպրոսը բրիտանական գաղութ էր, նույնը Քաթարը եւ այլն, հա։ Հիմա էլ մեզ մոտ կա ռուսական ռազմաբազա։ Եվ օրինակ սա մեծ հարց է, ընդհանրապես այդ ռազմաբազաները արդյոք մեզ մոտ ներկայացում է դա որպես մեր անվտանգության գործոն։ Ինչ որ իմաստով կարող է ճիշտ է։ Գոնե ինչ որ մի փուլում գուցե այդ դերը խաղացել է։ Չնայած մեծ հարց է, ասենք մենք դրա դիմաց ինչ գին ենք տվել, արդյոք արժեր դա անել, թե չէ։ Բայց հիմա օրինակ այս պարագայում, այսօրվա աշխարհի այս անհանգիստ վիճակում, երբ որ պատերազմներ են, երբ որ Արևմուտք Ռուսաստան հակամարտություն կա եւ այլն, վաղը մեսօրը կարող է Չինաստան Արևմուտք լինի, այդ ռազմաբազան արդյոք դա ավելացնում է մեր անվտանգությունը, թե ընդհակառակը նոր վտանգներ է ստեղծում։ Օրինակ ես կարող եմ պատկերացնել այնպիսի իրավիճակ, երբ որ ասենք ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմ է սկսվում։ Հիմա հարց, ի՞նչ է տեղի ունենում այդ ռազմաբազայի հետ։ Հա, չեմ ուզում այդ հարցին հիմա պատասխանենք, բայց ըստ մա բոլորի համար էլ պարզ է, որ այնքան էլ լավ սցենար չի դա, հա։ Եվ փաստորեն այսօր ինչ է ստացվում, որ Հայաստանի կառավարությունը ամեն անգամ երբ որ քննարկվում է ռազմաբազայի հարցը, ինչ որ իրենց հարց են տալիս, ու ասում են այդ հարցը դրված չի այսօր սեղանին։ Ու ես ինձ չեմ քննադատում, ես էլ լինեի, ես էլ կասեի դրված չի, բայց որպես հասարակություն մենք օքեյ ենք դրա հետ, որ ռուսական ռազմաբազա կա մեր տարածքում, հա, եւ եթե օքեյ ենք, ապա արդյոք օքեյ կլինի, եթե մի հատ էլ օրինակ ամերիկյան ռազմաբազա լինի, մի հատ էլ ֆրանսիական, մի հատ էլ հնդկական, իսկ եթե չէ, ինչու, հա, իսկ եթե այն մյուսները չենք ուզում, որ մեզ մոտ լինի, ապա ինչու ենք օքեյ, որ ռուսականը լինի, հա, այսինքն բազմաթիվ հարցեր են առաջանում եւ այս հարցերը մեր հասարակությունը ցավոք սրտի դեռևս մի մասը գոնե ընկալում է այս ինչ որ կարծրատիպերի լույսի տակ, հա, որ ռուսը որ գնա, թուրքը կգա, մեզ կկոտորի։ Բայց հիմա եթե ռուսական ռազմաբազան չլինի, կարող է հենց այդ պարագայում նույն Թուրքիի կողմից հարձակման հավանականությունը ավելի փոքրանա, էլ չեմ ասում մնացած բոլորի մասին, հա, ու նման շատ հարցեր կան, էլի, որ հաճախ նույնիսկ չի գիտակցվում մեր հասարակության մեջ, հա, մինչև վերջերս էլի, ասենք կինոֆիլմերը ռուսերեն էին թարգմանվում ու ցույց էին տրվում, ասենք կինոթատրոններում ռուսերեն։ Ես վաղուց չեմ եղել, չգիտեմ հիմա այդպես է, թե չէ, օրենքը ընդունվեց, բայց չգիտեմ արդեն կիրառվել է, թե չէ։ Ու շատ մարդու որ ասենք որ դա նորմալ չի, կասեն դե ինչ են հասկանում ենք, էլի, հիմա ինչ է։ Միայն սփյուռքահայերն են այդպես դժգոհ դրանից, դե իրանց համար են, ասենք անգլերեն կարող է լինի, իրենք գնան անգլերեն նայեն։ Ասածս ինչ է, որ ի վերջո այդ ապագաութացումը ինքը հենց մեր խնդիրն է, էլի, այսինքն մենք մեզ պետք է առաջի հերթին ապագաութացնենք, մեր միջից այդ գաղութային կախվածությունները հանենք, կամ եթե չենք կարող անել, գոնե գիտակցենք։ Հա, ես օրինակ իմ մեջ գիտակցում եմ, որ չնայած ես ռուսերեն ավելի լավ գիտեմ, բայց ինձ հաճախ ավելի հեշտ է անգլերեն խոսել, օրինակ արտասահմանցու հետ, որտեղ ես անգլերեն ավելի քիչ եմ վախենում սխալվել։ Որտեղ ես ռուսերեն որ խոսում եմ, մի տեսակ իմ մեջ ինչ-որ մի հատ sense փոքրիկ գաղութային Միքայել կա, որ ասենք սովետական տարիներին է դպրոց գնացել, որ վախենում է, որ հանկարծ ռուսերեն, չնայած ռուսերենը իմ համար համարյա հարազատ լեզու է, ես կասեի իմ հարազատ լեզուներից մեկը երևանյան ռուսերենն է։ Ուղղակի երևանյան ռուսերենը մի քիչ տարբերվում է, ասենք մոսկովյան ռուսերենից։ Ու կարող է ես ինչ-որ մի բան ասեմ, որ օրինակ մոսկվացի ռուսին ծիծաղելի թվա։ Հա, ու ես կարող եմ դրանից ահավոր ամաչեմ, ու հետո վերլուծեմ, ասեմ, բայց ինչի՞ց է սա, օտար լեզու է, այլ այսքան որ խոսում ես արդեն բոլորը գոհ երջանիկ են, բայց չէ, իմ մեջ այդ փոքրիկ ինչ-որ հետ գաղութային կարծրատիպը կա, ու ինձ խանգարում է կյանքում։ Դե մենք եկանք այն ըստ էության եզրահանգման, որ առաջինը կա
Պաստորեն ռուսական գաղութատիրություն, երկրորդը մենք Ռուսաստանի գաղութն ենք եղել, եւ երրորդը Ռուսաստանը մեզ վերաբերվում է որպես գաղութի։ Ոչ միայն մեզ, շատ ուրիշներին, բայց նաեւ մեզ։ Ըստ էության կարելի ասել չի դե ֆակտո չի ճանաչում մեր անկախությունը, ասում է դուք ով եք, ինչ անկախ պետություն այ մարդ։ Եվ ոչ միայն ները։ Այո։ Եվ հաջորդ բանը, որ մենք այսօր այնուամենայնիվ գտնվում ենք ապագաղութացման, հա, գործընթացում, եւ մյուս բանը, որ ունենք հաջողություններ, բայց դեռևս կախվածությունները շատ են, հա, եւ ներքին խնդիրներ կան այս առումով, այսինքն ընկալումների տեսակետից, մշակույթի տեսակետից, այդ գաղութական կոլոնիալ, պոստկոլոնիալ, այո, այդ մշակույթը դեռևս բավականին խորն է եւ մյուս կողմից էլ կան օբյեկտիվ կախվածություններ, հիմնական տնտեսական կախվածություններ, ճիշտ նշեցիր, նաեւ ռազմական նաեւ գաղադրիչի մասին, բայց կարծում եմ մենակ ավելի շատ նաեւ տնտեսական կախվածությունն է այս առումով, որ մեզ բան անում, էլի մի քիչ sense Այն որ sense ոտներս կախ են գցում, շատ ավելի զգուշ ենք, չէ՞։ Ու կողքից կարող է չհասկացվի նաև։ Դե ինձ թվում է տնտեսական կախվածությունը իրականում ավելի ինչ որ իմաստով լուրջ է, քան ռազմականը, որտեղ ռազմականը եթե այսօր այդ բազա վերանա, ես գոնե համարում եմ, որ Հայաստանը ոչ մի բան չի փոխվում, բայց տնտեսական կախվածությունը շատ լուրջ վտանգներ է պարունակում, որ եթե այդ կախվածությունը չլինի, մեր տնտեսությունը կարող է փլուզվել։ Եթե այսպես մի օրվա մեջ Ռուսաստանը որոշի եւ գազը անջատել եւ լարսը փակել, հա, եւ այդ ամեն ինչը, եւ այդ թվում ինձ մարդիկ էին ասում, ասենք ինչ որ բիզնեսով զբաղվող մարդիկ, ովքեր շատ կողմ են Եվրատեգրմանը, շատ քննադատաբար են վերաբերում Ռուսաստանի ներկա քաղաքականությանը, բայց ասում են լավ, ես օրինակ այսինչ ապրանքն եմ այսօր բերում Ռուսաստանից։ Հիմա վաղը Ռուսաստանը եթե այդ հնարավորությունը փակի, ես չգիտեմ որտեղ ես պետք է բերեմ։ Այսինքն նոր շուկաներ են պետք։ Դե հա, այսինքն այդ ամեն ինչը մի օրով ու ինձ թվում է ինքը հնարավոր էլ չի, գուցե պետք իրականում իդեալական աշխարհում պետք էլ չէր լինի որ դա վերացվի ընդհանրապես, հա, այդ կախվածությունը, այլ ուղղակի նոր ուրիշ կախվածություններ ստեղծվեին, որոնք իրար կհավասարակշռեին։ Դե հա, որտեղ բոլորն էլ կախված են։ Շատ է մեր կախվածությունը, դա տոկոսային առումով չափազանց մեծ է։ Նույնիսկ նորմալ վիճակում Ես կարծում եմ, որ օրինակ պատկերացնենք Ռուսաստանը դեմոկրատական պետություն է այսօր, հա, ենթադրենք, ու տենց ոչ մի պատերազմ չի վարում, բան չի անում։ Մեկը մեր կախվածությունը տնտեսական չափից ավելին է, որ նույնիսկ այդ պարագայում կարծում եմ դիվերսիֆիկացիա պետք է արվեր, ուր մնաց այսօր, իհարկե դիվերսիֆիկացիան կարծում եմ չունի այլ ընտրանք։ Հա, ու այստեղ հետաքրքիր պահել կա, որ կարծում եմ կարելի է դրանով ավարտել, որ Գուցե սա մեր պատմական հնարավորությունն է եւ մենք պետքա պատմությանը շնորհակալ լինենք, որ Ռուսաստանում այսօր հենց այն համակարգն է, որը կա եւ Ռուսաստանը այսօր վարում է այն քաղաքականությունը, որը կա, որովհետեւ դա մեզ հնարավորություն է տալիս ազատվել այդ քաղաքականությունից, որտեղ եթե Ռուսաստանը լիներ դեմոկրատական, Ռուսաստանում լինեին ավելի adekvat իշխանություններ, գուցե այդ կախվածությունը ավելի մեղմ ձևով, փափուկ ուժի միջոցով եւ այլն շարունակվեր էլի սերունդներով եւ մենք այդ կախվածությունից ազատվելու հնարավորություն չունենայինք։ Իսկ այսօր երևի ունենք եւ պետք է այդ հնարավորությունը օգտագործել։ Չկա չարիք առանց բարիքի, հա։ Այո։ Դե լավ, սրանով ավարտենք ուրեմն։